եթե գողը տանից լինի, եզը երթիկից կհելնի։ Եթե երկու անգամ այդ 100,000-ը քվեարկեն, նա մի հատ 100,000 ավել։ Հարց. ընդդիմությունը ճանաչել է կեղծված ընտրության արդյունքները։ Արդեն Արմեն Թաթոյանը գիշերը եթերա մտել ասելա, որ սա կեղծված ընտրություններ են։ Երկիրը թաղվել է կենցաղային բռնապետության մեջ։ Զինվորականները սկզբում բանկոմատում քարտերն են ստուգում, հետո նոր գնում են ընտրատեղամաս։ Փաստացի ինքը նույնիսկ հասարակության 50%-ի վստահությունը չի ստացել իր կեղծած ընտրություններով։ 8 միլիարդ փող ծախսես մի հատ աթոռ պահելու համար է։ Կռոլիկներին վախեցրելա պատերազմի հեռանկարով։ Ամառ մեկը աներոջը քյաբաբ էր խոստացել, դա ընտրակաշարք եմ որատկել։ Բա հիմի Ալիևը այս մարդու հետ ո՞նց է խոսալու։ Սենց ասեմ, երևի թե Բաքվում սալյուտ են խփել, չենք տեսել։ Այս իշխանությունը կեղծ է։ Իրան հայ հասարակությունը իրեն կառավարելու մանդատ չի տվել։ Ստացվում է Պուտինը իրան չի ճանաչելու։ Ընտրությունից հետո այնքան փոխված ալնելու, որ տենալու ասի, ես արդեն մեր տղեն է, հա։ Կարա Նիկոլ Փաշինյանը իշխանություն պահի։ Կարող է։ Եթե հայ ժողովրդին ցեղասպանության ենթարկի։ Ընտրակեղծիքի պապան է դարել։ Թողել կյանքում Սերժ Սարգսյանի անունը բարձր տա։ Այդ բանաձևի դուք համաձայն եք ազգակործության։ Ոչ մի ֆիզիկական Ռեմբոն դառավ աշխարհակահաղական գիգ։ Այդ մարդը կապիտուլյանտ է, ինքը ձեռքները բարձրացրել, հանձնվել է։ Ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում։ Ողջույն եւ բարի գալուստ հրապարակի YouTube-յան ալիք։ Ամեն երկուշաբթի ես եւ Ավետիս Պապաջանյանը փորձում ենք այս տաղավարում վերլուծել քաղաքական ամենակարևոր իրադարձությունները։ Այսօր երկուշաբթի է, մենք երկու դատապարտվածներով, որ գիշերը չենք քնել, եկել ենք տաղավար։ Ողջույն Ավջան։ Բարև ձեզ սիրելի հետևորդներ, բարև Զառա։ Ես վստահ եմ, որ մեր հետևորդների մեծ մասը եւս քիչ է քնել եւ հետեւել է քվեարկության ընթացքին եւ արդյունքներին։ Ամենահետաքրքիր գիտես որն էր, նախ ինձ երևի, չգիտեմ, էլի անկեղծ չեմ կարա հաշվեմ քանի հոգի ա գրել մի լավ բան ասա, կարելի է կարծել այդ լավ բանի ստեղծողը ես եմ։ Եվ երկրորդ, էլի չեմ կարա հաշվեմ քանի հոգի, ժամը 2-ին Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո վրթոված ինձ գրել է սա вообще նորմալ է, թե չէ։ Որտեվ այդ պահի դրությամբ ժամը 2-ին ընդամենը 15% ձայների ամփոփումից հետո իրեն վարչապետ հռչակած Նիկոլ Փաշինյանը գնում է ասուլիսա տալիս լրատվի միջոցներին, ասում է ես ունեմ մեծամասնություն միանձնյան կառավարություն ձևավորելու թվերը ինձ արդեն ապահովվել են։ Հետո սկսեցին իհարկե խմբագրել, սրբագրել, թե վստահված անձեր ունեին, 99-ն ունեին դրա համար գիտեին, բայց ամեն դեպքում համացանցում սարսափելի վրթովմունք էր առաջացրել այդ իրավիճակը, այսինքն Երևանը հլա անգամ թվերը հայտնի չեն, դու ասում ես ես ունեմ բացարձակ մեծամասնություն։ Որտեղից ունես այդ բացարձակ մեծամասնություն։ Զառա, սկսենք նրանից, որ ընտրությունները կեղծվել են։ Կեղծվել են բազմաթիվ ձևերով։ Կեղծվել են նրանով, որ քարոզարշավի ամբողջ ընթացքում տեղի է ունեցել մասսայական ձերբակալություններ, կալանավորումներ։ Սարսափելի վախի մթնոլորտ էր երկրում ձևավորվել, ասենք մարդիկ կամ ամաչում էին, կամ վախենում էին անգամ ընդդիմադի շտաբ մտնել, որովհետև մտածում էին, որ կամ իրանց են տանելու, կամ իրանց հարազատներից մեկին։ Բոլորի հեռախոսները գաղտնալսվում էր, բոլորի վրա կեղծ մեկը կնոջ հետ խոսում է։ Գաղտնալսումներ էին հրապարակում, դու դրա մասին ասա։ Մեկը կնոջ հետ խոսում էր, ասում էր գնալու եմ շուկա, ենթադրենք 5000 դրամի մթերք գնեմ, ասում էին տեսակ փողի մասին են խոսացել, ուրեմն դա ընտրակաշարք է, մարդը կնոջը ինչ որ բան է հասկացրել, ինչ որ ընտրակաշարք է խոստացել, բա օդանավակայանի իրավիճակը, այդ էլ կարանք ասենք, չէ, ճղում էին իրանց մեջտեղից թե գալիս են ընդդիմադիրների օգտին քվեարկելու, բայց հետո թվեր հրապարակեցին, որ այս ժամանակահատվածում ավելի քիչ մարդ է եկել, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում։ Մարդիկ ուղղակի վախեցել են, չգան ընկնեն այդ դրպի տակ, էլի։ Ես էլ ունեմ ծանոթներ, որոնք մտադիր էին գային ոչ թե քվեարկելու, այլ անցած տարիներին, չէ։ Գինու փառատոնին, այո, Նիկոլ Փաշինյանը մեծ հաշվով վնաս տվեց նաև զբոսաշրջությանը իր վախերի եւ սարսափների պատճառով։ Ընտրությունների կեղծվել են նաև այն պատճառով, որ մասսայական կիրառվել է ռազմական ուժը, զինվորականները։ Մենք տեսանք, որ գիշերը մինչև ժամը 12-ը զինվորականները քվեարկում էին, պարզ է, որ դա կրկնակվեարկություն է,
Ընդհանրապես հնարավոր չի Չէ, բռնության սպասի, վախի մի հատ արի բացենք էլի, ինչով Այո։ է པարզ։ Քեզ པարզա, մեր հետևորդներին կարա པարզ չլինի։ Ասենք ասում են, միջև եթե ժամը 8-ը հասցրել են մտնեն ընտրատեղամաս, իրավունք ունեն քվեարկելու, ոչինչ, որ միջև ժամը 11:40 քանի քվեարկում են հələ, էլի։ Նախ ինչի են այդ զինվորականները ժամը 8-ին հասել։ Զինվորականն էլ հո բանա, չէ, բանա, ենթակա մարդ է, չէ, իրան կարային առավոտը ժամը 8-ին նստածնեին ավտոբուս, տանեին ընտրատեղամաս, ինքը Պետք է- առաջինը քվեարկեր, գնար իր գործերով։ պետք է ենթադրել, որ այդ զինվորականները մի քանի անգամ այլ տեղերում քվեարկել են։ Այսինքն չեն հասցրել բերեն, հա։ Մինչև ուշացրել են, մինչև մի տեղը վերջացրել են, տեղափոխել են ժամանակապետք։ Դա Սպասի, բայց այդ մատնահետքի համակարգը ո՞նց է աշխատում։ Զարա, երբ որ հանցագործը իշխանությունն է, այսինքն եթե իշխանությունը ինքը պետքա կանխի կեղծիքը, բայց ինքն է Համ կանխողն է ինքը, համ կեղծողն է ինքը։ կեղծիքի հեղինակը ինքն է, բնականաբար դա որևէ կերպ անհնար է բացահայտել։ Բայց այդ համակարգը ցույց է տալիս, որ ասենք մարդը մի քանի անգամ Ոչ, քվեարկել, կարելի է ինչ ոչ, որտեղ նայել ստուգել։ Եթե նույն տարածքում է քվեարկում, այդ սարքը Նույն ընտրատեղամասում։ նույն ընտրատեղամասում նույն մարդը փորձի երկրորդ անգամ քվեարկել, Հա։ դա կրկնակի քվեարկություն, բայց եթե դու դուրս գաս գնաս եւ քվեարկես կողքի ընտրատեղամասում, Ասենք մի ընտրատեղամասից մյուսը երևի չգիտեմ, մի 500 մետր։ հնարավոր է որ կողքի քաղաքում լինի։ Ի վերջո որևէ մեկը զինվորականին չի ճանաչում դեմքով։ Ոտքովս այդ նույն այդ զինվորական շորերով բոլոր մարդիկ մի դեմք ունեն, էլի Չէ, ոնց որ։ հետո տես, եթե դու համայնքում ուրիշ համայնքի մարդ տանես, հնարավոր է մարդիկ վստահված անձինք, որոնք այդ համայնքից են, ասեն տես, այս մարդը մեր համայնքում մեր գյուղից չի կամ մեր գյուղի հետ որևէ կապ չունեցող է, բայց երբ որ դու զինվորականի ես տանում, բնական է որ զինվորականը այլ տեղից է զորակոչված, այդ մարդկանց համար եւ այդ մարդու դեմքն է անծանոթ եւ ինքնությունն է անծանոթ, չեն կարող ասեն, չէ դու մեր մոտ չես ապրում, ինչ ես մեր մոտ քվեարկում։ Իսկ նույնն էլ կարա լինի ոստիկանության ուժերի հետ։ Իհարկե, նույնը ոստիկանության հետ կարա լինի։ Այսինքն ոստիկանները, ասենք, չգիտեմ, մարդը աշխատում է Արմավիրում, բայց գնա, չգիտեմ, քվեարկի Երևանում ինչ-որ մի ընտրատեղամասում, ոչ մեկ դրա մասին կարա չիմանա։ Կարա չիմանա։ Հետաքրքիր մեխանիզմ է։ Ընդ որում ոստիկաններն ու զորքը իրար հետ մոտավորապես մի 100,000 մարդ են անում, չէ՞, 60,000 ոնց որ ոստիկանական ուժերն է, 40-ի կարգի հիմա զորակոչվածներն են։ Եթե երկու անգամ այդ 100,000-ը քվեարկեն, նա մի հատ 100,000 ավելացած։ 2021 թվականին Նիկոլ Փաշինյանը պաշտոնական տվյալներով ստացել էր 680,000 ձայն։ Ես հիշում եմ, այո։ 5 տարի անց, երբ որ նրա վարկանիշը անհամեմատ ավելի ցածր էր, եւ այն մարդիկ, ովքեր 21 թվականին իրեն ձայն էին տվել եւ հրապարակայնորեն հրաժարվում էին, ասում են մեզ ձեռս կտրես, գլուխս կտրես, ոտս կտրես, չգիտեմ, կամ ընդհանրապես քառատես, մենք էլ իրան ձայն չենք տալու, այս ընտրություններում փաստացի 47,000 մարդ ավել է քվեարկել պաշտոնական կարած դու 727,000 ԿՊԻ ձայներ։ Այո, 727,000, 47,000 անում տարբերությունը։ Կարած բացատրես, ինչի հաշվին է ավելացել այդ 47,000-ը։ Ովքեր էին այդ 47,000-ը։ ԿՊՆԿ-ի խաղաղություն ենք բերել։ 21 թվականին չէին բերել, նոր բերեցին։ Հա, ասում եմ, հիմա խաղաղություն բերեցինք, պլյուս էս ապրանքները Եվրամիություն ենք տանելու առանց մաքսային турքերի, ման ենք։ Իրականությունը այն է, որ առնվազն մի 100,000-ի չափ իրանք հավելյալ կեղծել են, որը հնարավոր չի բացահայտել։ Էլի եմ ասում, եթե հանցագործը իշխանությունն է, հայկական ժողովրդական ասացվածքը ասում է, եթե գողը տանից լինի, եզը երթիկից կհելնի։ Այո։ Ամենահետաքրքիր գիտես որն է, որ մի հաղորդումից առաջ ես փորձեցի գոնե այս պահին արկա թվերը իրար գումարել ռեալ ընդդիմության, հա, իրական ընդդիմության թվերը։ Լավ, ԿՊ-ն 727,000, ենթադրենք չեն էլ կեղծել, բայց ես քո հետ լրիվ համաձայն եմ, էլի որ 100,000-ի կարգի հաստատ թիվ են նկարել։ Հիմա ընդհանուր իրական ընդդիմությունը 685,000-ի կարգի է ստացել։ Այն մանր թվերը չեմ գումարել, էլի այնտեղ։ Հա, մեծ ուժերը, ուժեղ Հայաստան, Հայաստան դաշինք, Վարգավաճ
Հայաստան։ Չէ, ի նկատի ունեմ այն, ասենք ամեն 3567 ձենա հավաքել, այդ 567-ը չեմ գումարել, էլի մոտավորապես ասենց այս ֆորմատով եմ հաշվել այս թվերը։ Հիմա ունենք 685,000 ընդդիմություն, 727,000 ԿՊ։ ԿՊ-ն արդեն ժամը 2-ից այս դարում է իր հաղթանակը, տոնում է իր հաղթանակը, առավոտից էլ ԿՊ կարկառուն դեմքերը արդեն մտել են լայվերի ֆորմատով հոխորտում են, չգիտեմ, եռագլուխը, բան, ջախջախիչ պարտություն էս կոմենկով, այս իրավիճակն է։ Հիմա ինձ շատ հետաքրքիր է, քանի որ այս պահի դրությամբ, որ մենք նկարանում ենք անում դեռ ընդդիմության ոչ մի ներկայացուցիչ չի ընդունել ընտրության արդյունքները։ Ինչ շատ հետաքրքիր է, հնարավոր է արդյոք այդ սցենարը եւս լինի։ Ասենք ընդդիմության առաջնորդները հիմա հայտարարեն, որ ընտրությունները կեղծված են, որովհետեւ ասենք հենց մենակ մեղրի տեսանյութը բավարար, ինձ թվում է, որ մարդիկ հայտարարեն, ասեն, այս ընտրությունները կեղծված են։ Եթե նույնիսկ Սամվել Կարապետյանի տնային կալանքը մի կողմ թողնենք, հա, դեից է Լարա ջան, մենակ Սամվել Կարապետյանին չի, հազարավոր մարդիկ ձերբակալված ու կալանավոր։ Ու երեգել են ձերբակալել ու կալանավորել, Լարա, հնարավոր չի մարդու գլխին ատրճանակ դնել եւ այդ մարդուն ասել գնա ազատ անկախ ընտրության։ Այո։ Հիմա պատկերացնում ես դու սեղանին դնես խնձոր, ես գամ ձեր տուն, դու ինձ խնձոր հյուրասիրես, ես ուզենամ վերցնեմ ու ամեն անգամ հենց ձեռքս մեկնեմ, դու ասենք ինչ որ Զենքը խանեմ վրա այդ բառում, չէ։ Չես փեդով խփես, դուբինկով խփես։ Ասեմ լավ ինչի համար, դե ասես հյուրասիրվի, բան, չգիտեմ, դուք ազատ եք ընտրել, վերցրեք, հյուրասիրվեք, խնձոր վերցրեք, տանձ վերցրեք, ուզում եմ ինչ որ մի բան վերցնեմ, հնարավոր է այդ պայմաններում դա համարել հյուրասիրություն կամ հյուրընկալություն։ Նույն տարբերակով ես մարդիկ գիտեմ, որոնք նախկին պայմանավորվել էին, որ պետք է աշխատեին ուժեղ Հայաստանի համար, ճնշումների այդ սարսափի վախի մթնոլորտում հրաժարվեցին աշխատեմ բառը խնդրում եմ բան անես, վերցանես էլի, որովհետև ԿՊ-ական զոմբիները այն բանի են հասել, որ անգամ շտաբի աշխատակցի աշխատեմը համարում են ընտրակեղծիք, հա, կամ չգիտեմ, կաշառքով ընտրություն։ Այս աշխատելը վերաբերվում էր ընդհանրապես այդպես, չգիտեմ, շտաբի աշխատող, քարոզիչ, վստահված անձանց մասին եմ խոսում, որ վստահված անձանցից շատերը ուղղակի վախի ազդեցության տակ հրաժարվեցին այդ։ Անկամ գրասենյակ չէին բանով վարձակալությամբ տալիս, որովհետև վախենում էին, որ մի քրեական գործ կառուցեն, իրենց կնստացնեն։ Մարդիկ վախենում էին գրասենյակ գնալ, որովհետև մտածում էին, որ հաջորդ պահին կարող է այդ գրասենյակից։ Ու դա այս դեպքեր եղել է, ոչ թե գրասենյակից են տարել, հետո գնացել են այդ մարդուն գտել են ու իր վրա առանձին ճշում են, բա ինչի իր գնացել գրասենյակ։ Լավ։ Հիմա, քանի որ մենք չգիտենք, պետք է ենթադրենք, այս պահին պետք է ենթադրենք։ Ինչի չգիտենք։ Ես մտածում եմ, որ ընդդիմության առաջնորդները, առնվազն 3-4 ներկայացուցիչներ, ասենք Գագիկ Ծառուկյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը, հնարավոր է Արման Թաթոյանը։ Արդեն Արման Թաթոյանը գիշերը եթերամտել ասելա, որ սա կեղծված ընտրություններ են։ Դե ճիշտ կլինի, որ իրենք հանդես գան համատեղ հայտարարությամբ։ Ես մտածում եմ, որ իրենք պետք է խորհրդակցություններ այսպես անցկացնեն։ Իսկ մի հատ ինձ կբացատրես, ես մի քիչ տենց կաղում եմ այդ ոլորտից, այսինքն հիմա պետք է այս թիվը, որը հրապարակել է ԿԸՀ-ն, վերջնական է, թե կարա ինչ-որ վերահաշվարկ լինի, այդ մեր ասած, ասենք, կրկնակի քվեարկությունների փաստը կարող է ինչ-որ ձև հնարավոր է ցուցակներով, անուն-ազգանունով, եթե հատիկ դնել համեմատել, գտնել այդ մարդկանց։ Ես կարծում եմ, որ կա ինչ-որ շանս թվերի փոփոխության օրինական ճանապարհով։ Շատ քիչ, տեսականորեն հնարավոր է, բայց դա այն աստիճան չի լինի, որ ԿՊ-ի ցուցանիշը իջնի, ենթադրենք 35% կամ 40%, իսկ ընդդիմությանը բարձրանա 45 կամ 50% դառնա։ Որովհետև կեղծիքը հիմնականում արվել է մարդ տանելով, մարդ պտտացնելով եւ մարդկանց ճնշելով, վախեցնելով, սարսափեցնելով եւ այլն, նաեւ ընտրակաշառքի միջոցով։
Մենք Դու պետք է գիտես, որ լռության օրը բոլոր ուժայիններին պարգևավճար են բաժանել։ ես լսել էի, այո, կարդացել էի։ Արեք Հայաստան դաշինքի ասուլիսի ժամանակ իշխան Սաղաթելյանն ասեց, ասեց արեք բոլորին բան են պարգևավճար են տվել։ Ինչի համար են պարգևավճար տվել։ Որ ավելի ջանասիրաբար բռնեն Իսկ դու չես կարծում, որ կրկնակի քվեարկության համար կարող էին տալ։ Ընդ որում մի հատ լրատվամիջոցներից մեկը տեսանյութ էր հրապարակել, որ զինվորականները սկզբում բանկոմատում քարտերն են ստուգում, հետո նոր գնում են ընտրատեղամաս։ Էդ էլ է թույն պատմություն, չէ՞։ Շատ հնարավոր է, Ասենք որ Կիրակի օրով բանկ քարտ ստուգելու իմաստը ո՞րն է։ Կիրակի ոչ աշխատավարձ կարա գա, չէ՞, ոչ, չգիտեմ, որ համենայն դեպս պետական ապարատը Կիրակի օրը փող չի փոխանցում, էլի։ Ոնց են դից բանը։ հիմա հարց ընդդիմությունը ճանաչելու է կեղծված ընտրության արդյունքները։ Մենք կոչ անենք չճանաչի։ Մենք կոչ անենք կամ կոչ չանենք, չեմ կարծում, թե իրենք սպասում են մեր կոչին կամ մեր տեսակետին, բայց ակնհայտ է, որ այն հրապարակված արդյունքները չեն արտահայտում հայ ժողովրդի հավաքական կամքը, չեն արտահայտում։ Հայ ժողովուրդը մերժել է այս իշխանությանը, այս իշխանությունը ունենալով ոստիկանություն, զինվորականություն, ԱԱԾ, չգիտեմ, դատախազություն, հատուկ քննչական կոմիտե, հակակոռուպցիոն կոմիտե, չգիտեմ, էլի հարկային, մաքսային եւ այլ մարմիններ, համայնքապետարան, մարզպետարան, ամեն ինչ, ուսուցիչներ եւ այդ ամբողջ ռեպրեսիվ, պատժիչ մեխանիզմը օգտագործելով, մարդկանց վախի, սարսափի մեջ պահելով ուղղակի քշել է մարդկանց ընտրատեղամասեր եւ ստիպել է իր օգտին քվեարկություն կատարել։ Նույնիսկ դա չի օգնել, Էլի մի կերպ են, էլի հա, ստիպված են եղել նույն մարդկանց երկու անգամ քվեարկել տալ։ Հիմա ինձ գիտես ինչն է հետաքրքիր։ Ես անկեղծ քանի որ ինձ թվում է մեր գործառույթը մեծ իմաստով ավարտված է, հա, այն ինչ որ մենք կարային կանենք sense մեր փոքր ֆունկցիաներով մենք արդեն իսկ կարել ենք։ Ինձ ավելի շատ հետաքրքիր է մի քիչ տենց հոգեբանական, մի քիչ այդ մթնոլորտի մասին խոսենք, էլի։ Հիմա Նիկոլ Փաշինյանի շատ ազատ, անկախ ընտրություն, ձեռս կկտրեմ, sense կանեմ, նենց կանեմ, ոչ մեկ իմ հիշողության վրա հանկեղծ ոչ մի իշխանություն նման հայտարարություններով հանդես չէր եկել, բայց մյուս կողմից երեկվա ամբողջ օրվա իմ տպավորությունն էր, որ պատմության մեջ ես չեմ հիշում, sense լկտի կեղծիկ, sense լկտի մանիպուլյացիա, sense լկտի իշխանություն։ Կա քո մոտ այդ տպավորությունը։ Ես 91 թվականից սկսած մասնակցել եմ ընտրություններին, Հայաստանի անկախությունից հետո, այսպես ասած, Ինչքան քեզ հիշում ես ընտրության բոլոր ընտրություններին երբևէ չի եղել, որ նախընտրական շրջանում հազարավոր մարդիկ կալանավորվեն, մարդկանց նկատմամբ նման վախի տերորի մթնոլորտ լինի։ Եղել է հետընտրական զարգացումների ժամանակ, երբ որ իշխանությունը ուժ է կիրառել, ցրել է, կալանավորել է եւ այլն, բայց դա եղել է մենակ մի դեպքում, երբ որ փողոցային բախումներ են տեղի ունեցել եւ իշխանությունը այդ փողոցային բախումները, այսպես ասած, հանդարտեցնելու համար ուժ է կիրառել եւ ուժի միջոցով պահել է իր իշխանությունը։ Բայց որ բռնությունը կիրառվի, որպիսի Ընտրության օրը, թևերը ոլորեն, տանեն ձերբակալեն, տեսել ես այդ կադրերը։ Ես շատ բան եմ տեսել 95 թվականին, օրինակ, ես վստահված անձ եմ եղել ֆիզիկայի ինստիտուտում, զինվորականները իմ աչքի առաջ մի քանի 3 անգամ քվեարկել են, ոչ թե տեղամասից տեղամաս են տեղափոխվել, նույն տեղը։ Այդ վաղտեն սարքը չի եղել դրա համար։ Հիմա տեղամասից տեղամաս են տեղափոխվում, ճամփին էլ ուշանում են, դրա համար մեղրի մի կերպ հասանության։ Ես հիշում եմ, թե ոնց են քվեատուփ գողացել կամ քվեատուփ փոխել։ Բայց ոնց էլ է բոլոր այդ բաները։ Չէ, ես հենց այդ եմ ասում, որ սենց տոտալ բռնություն լինի ընդդիմության ակտիվիստների նկատմամբ, դա տենց բան որևէ մեկը չի տեսել։ Հարյուրավոր, հազարավոր մարդկանց նկատմամբ քրեական գործեր, հարյուրավոր, հազարավոր մարդկանց շարքային մարդկանց հեռախոսները լսես ու չգիտեմ ինչ որ մեկը ասում է սպարտիկա եմ առել, չգիտեմ մեկը ասում է Այմախ մեկը աներոջը քյաբաբ էր խոստացել, դա ընտրակաշարք եմ որատկել։ Անորոջը ասել է, հեսա գալիս եմ քյաբաբ բերեմ քեզ, այդ դրա հետ հոդվածով տարել է։ Դա եմ ասում, ես
Ես չեմ կարծում, որ կարային մարդուն կամ կնոջը ինչ որ առևտուր անելու կամ տան օրվա առևտուր անելու համար խոսակցությունը լսեին ու դրա համար կալանավորեին։ Երկիրը թաղվել է կենցաղային բռնապետության մեջ։ Կենցաղային մակարդակի բռնապետությունն է։ Հիմա ո՞նց է պահելու Էդ իշխանությունը։ էի ուզում հարցնել 658,000 մարդ փաստացի իրան դեմ է։ Ու դու հասկանում ես երկիրը կիսվել է երկու մասի։ Այդ մարդկանց հետ ո՞նց է ինքը հաղորդակցվելու, եթե արդեն իսկ չարախնդում է, եթե արդեն իսկ ասում է ջախջախել եմ եւ այլն։ Ո՞նց է այդ մարդկանց իշխանություն լինելու։ Ենթադրենք ընդդիմությունը այս բայդրությամբ որևիցե գործողություն չի ձեռնարկում, բայց այդ մարդիկ ու կենթանի են, ընտրել են, չէ՞, ձայները կան։ Էդ էլ ամենամեղմ հաշվարկներով 658,000 էլի ավել հաստատ։ Ո՞նց է այդ մարդկանց հետ շփվելու։ Այդ դու ինձ էլ բացատրեք։ Փաստացի ինքը նույնիսկ հասարակության 50%-ի վստահությունը չի ստացել իր կեղծած ընտրություններով։ Նույնիսկ այդ պայմաններում դա ինչ է նշանակում, որ հայ ժողովուրդը չի համակերպվում իր գոյության հետ, հայ ժողովուրդը դիմադրում է, հայ ժողովուրդը չի ցանկանում ապրի թուրքի իշխանության տակ, թուրքական իշխանության տակ։ Եվ այդ դիմադրությունը 8 միլիարդով չկարեցավ ընտրություն կազմակերպի։ Դու ճոգում ես 8 միլիարդ փող է ծախսել այս ընտրության արդյունքի վրա։ թոշակառուներին կաշառելա 10,000-ով, հիվանդներին կաշառելա, չգիտեմ, Անվճար ապահովագրությամբ, ապահովագրություն, վճարները տվել է, չգիտեմ, վարկերն ու բաները տվել է, գյուղացիներին կաշառելա անտոկոս վարկեր տալու խոստումով, բիբարը փչացող առել է, ինչ արել է։ նապաստակներին ու բաներին կռոլիկներին վախեցրելա պատերազմի հեռանկարով վերսկսման։ 8 միլիարդ փող է ծախսել։ Խանճարեղ 8 միլիարդ փող ծախսես մի հատ աթոռ պահելու համար է։ Դու ինչ որ միջափը իր գրպանը դրած կլինի, ես քո հետ համաձայն եմ, քո տեսքի ծերևմա որ դու առարկություններ ունես այս թեզի հետ, բայց մեկը փող է ծախսել, էլի, իրական փող է ծախսել։ Փող ծախսել է, իհարկե, փող ծախսել է։ Լավ, հիմա ուրիշ հարց, ո՞նց է պահելու իշխանությունը։ Ո՞նց է պահելու։ Հիմա երկիրը տնտեսական կոլապսի է գնալու։ Մի րոպե, մի հատ disclaimer 61 падգամավորն ես պահի դրությամբ դենքալը մենք չենք ընդունում այս արդյունքները եւ այլն դիմության արտականքին ենք սպասում, բայց ամեն դեպքում նշենք, որ սա համադրական մեծամասնություն չի։ Այսինքն անհամեմատ ավելի քիչական նախորդ ընտրություններում, հետեւաբար ինքը նաև խնդիր է ունելու առանցքային պաշտոններում մարդկանց նշանակելու, օրինակ դատախազ չի կարա նշանակի այս ձայների քանակով, գիտեի՞չ դրա մասին։ Գիտեի։ Ու էլի օրենքների մեր հետևորդներին ասենք, որ պաշտոններ կան, օրենքներ կան, որոնց ընդունման համար անհրաժեշտ է ընտրողների 2/3-ը։ Ավելի շուտ ազգային ժողովի падգամարն է 2/3 ընտրողների կողմ, հա, ազգային ժողովի падգամարն։ Հիմա այս մարդը չունի։ Ու ես անկեղծ չեմ պատկերացնում, որ որևէ մեկ ընդդիմությունից կարա իր բերած պաշտոնյայի համար կողմ քվեարկի։ Իսկ գլխավոր դատախազի պաշտոնը դատարկա մնալու։ Ենթադրենք։ Նայ, Զարա ինքը Ալիևին խոստացել է, որ պետքա սահմանադրություն փոխի։ Իսկ այդ սահմանադրությունը փոխելու համար Իրան էլի 2/3 է պետք լինելու խորհուրդ հանրակրվել է պետք լինելու է հետո մենակ խորհրդանի 2/3-ը չի է հետո Բայց մի Ալիևը այս մարդու հետ ո՞նց է խոսալու շատ դժվար առնելու այս հարցը բայց ես քեզ ասեմ ադրբեջանցիները առավոտից ցնծության մեջ են այն Թոֆիկ ինչ անում Զուլֆուգարը հա գրել էր որ բանա վերջապես ադրբեջանական ինչ են ասում պողպատե բռունցքը բաներից հայերի մեջ 57%-ի մեջ առաջացրեց ադրբեջանցիներին սիրելու ես իմ հա դից ինչ որ մի հատ գրառում էր առաջին չեմ կարծացել մի խոսքով ցնծում են ցենց ասեմ երևի թե Բաքվում սալյուտ են խփել չենք տեսել Դե որովհետև վստահ են, քանի Նիկոլ Փաշինյանը կա Հայաստանում իշխանությունն է, իրանք միշտ համը թազա հող է ունենալու, ասում քանի քերին կա։ Նորանոր ձեռբերումներ է ունենալու Հայաստանի հաշվին։ Եվ տարածքային, եւ բարոյական, եւ հոգեբանական ձեռբերումներ։ Yes, վերադառնանք։ Դու բանա, անչա, միտքդ կիսատ թողեցին, քեզ խառնվեցի, քեզ խանգարեցի։ 658,000 հայը ո՞նց է համակերպվելու Նիկոլի իշխանության հետ։ Ոնց է ինքը դա այդ իշխանությունը պահելու բոլոր տնտեսական սպառնալիքները։ Եթե ինքը չկարողանա լեզու գտնի Ռուսաստանի հետ, իսկ ըստ ամենայնի ինքը չի կարողանալու, չնայած ինքը խոստացել է, որ իբր թե խորացնելու է հարաբերությունները, չէ՞։ Ընտրություններից հետո նորից գնալու է Ռուսաստան, հանդիպելու է
Ռուսաստանի նախագահի հետ եւ այդ բոլոր Մտածում եմ Պուտինը իրան չի ճանաչելու։ Ընտրությունից հետո այնքան փոխված ալնելու, որ տենալու ասի, ես արդեն մեր տղեն է, հա։ եւ այդ սահմանափակումները հանելու է ստիպված։ Կուդա он денется Պուտինի մասին, չէ՞։ Այսօր Ստիպված։ առավոտը նոր սահմանափակում են մտցրել։ Ինչ։ Ձկնատեսակների վրա այն մի հատ երկու հատ ֆիրմային թողել է, որ ձուկերներ մուծում Ռուսաստան, այսօր առավոտը փակել են։ Անպայման նիկուդա не денутся։ Մեր ձկան խաթր սաղ կբացեն։ Հաստատ գազը թանկանալու է ու այն մարդիկ, որոնք ասում էին, որ իբր թե իրանք պատրաստ են հանուն Հայաստանի անկախության, Հայաստանի ինքնիշխանության մրսեն, չգիտեմ, սոված ապրեն կամ ավելի վատ ապրեն, քան նախկինում են ապրել, իսկ ինքնիշխանությունը դա որևէ կապ չունի լավ կամ վատ ապրելու հետ։ Կապ ունի, вообще ինքնիշխան պետությունները ավելի լավ են ապրում։ Որ պահին որ լուծը թոթափում է, չէ՞։ Լոգիկան է դա ասում, տրամաբանությամբ տենց է, եթե դու լուծի տակ էիր ապրում, մեկին հարկ էիր վճարում, մեկի բանի կառավարման ներքո էիր վատ էիր ապրում, հենց ինքնիշխան ես դառնում, լավ ես ապրում։ Մեր մոտ խի է հակառակը։ Այն մարդիկ, որոնք նույնիսկ պարտադրաբար կամ այսպես ասած հիմարաբար Նիկոլ Փաշինյան են ընտրել, դե մի մասը պարտադրաբար է ընտրել, մի մասը անկեղծ ասեմ հիմարաբար է ընտրել։ Իսկ թվում է մեր նայողների մեջ մարդ չկա տենց։ Չէ, խոսքը մեր նայող մեզ հետևորդների մասին չի, դրա մասին չի խոսքը, մենք խոսում ենք ընդհանուր այն հասարակության այն շերտերի մասին, որոնք իբրև թե հանուն Հայաստանի ինքնիշխանության ռուսների ինադու բան գնացել են Նիկոլ Փաշինյան են ընտրել։ Իսկ այտենց մարդիկ կան, որոնք ասում են, հա, հենց ռուսի ինադու գնացել եմ Փաշինյան եմ ընտրել։ Դե ռուսի ինադու երկիրը կքանդվի ու այդ մարդիկ իրականում դրանք իրանց 10 կոպեկը Հայաստանի հետ փոխող մարդիկ են։ Ուղղակի խոսքով ասում են, չէ, բան, հա, հայրեն ասել, ոչինչ մենք կսառենք, մենք ոչինչ մի 10,000 դրամ ավել կոմունալի վարձ կմուծենք կամ չի 10,000, 110,000, սխալ թիվ ես արտասանում։ Թե 660-ը դառնում դգացը 110,000։ Հետո ուրիշ խնդիր է առաջանալու։ Իրենց թվում է թե այն փողը, որը հիմա աշխատում են, այդ փողը հնարավոր չի լինելու աշխատել այն ժամանակ։ Իհարկե։ Այս պայմաններում, երբ որ երկիրը եւ ինչ են իրանք մտածում, ասում է բանը, արևմուտքը մեզ կօգնի։ Անպայման։ Արևմուտքը մեզ կօգնի։ Անպայման կօգնի։ Թե ոնց է օգնի, ինչ փող է տալու։ Նիկոլը չի ասել, էլ բանի կարտոշկի պլեջին կակա չենք ասելու։ Ինչ ամեն մեկին արևմուտքը թոշակա բաժանելու։ Չէ, ամեն տարի 8 միլիարդ տալու են, որ Նիկոլը կարենա աշխատավարձը փակի, գազի փողը փակի, չգիտեմ, պարքեավճարը փակի, արտահանման փողերը այն լրացուցիչ փակի։ Ինչի՞ չէ որ չեն տալու։ Եվրոպացիները Դու կասկածում ես, որ չեն տալու։ Տես Ուրսուլա ֆոն դեր Լայնը ընտրություններից քվեարկությունից մի քանի ժամ առաջ կամ գուցե մի օր առաջ խոստացավ 50 միլիոն եվրո փող տալ Հայաստանին այս բանջարեղենի սանկցիաների դեմ պայքարելու համար։ Նախ պետք է իմանալ, որ նման փողերը դրանց հիմնական մասը նստում է իշխանության եւ իշխանության ներկայացուցիչների գրպանում կամ բանկային հաշիվների վրա, որովհետեւ դրա մի մասը տանելու է Նիկոլ Փաշինյանը, մի մասը տանելու է էկոնոմիկայի նախարարը, մի մասը տանելու են մարզպետները, մի մասը իջնելու է ավելի ցածր մակարդակում գյուղապետերին, այդ 50 միլիարդից, ասենք ամեն գյուղացու դու պատկերացնում ես Հայաստանում կա 300,000 50 միլիարդն էլ մեր արտահանման 5%-ն է։ Այդ որ ինքը բան են տալու էլ 50 միլիարդ չի, 50 միլիոն է։ 50 միլիարդ պետք չի ասել։ 50 միլիոնն է։ Մեկ էլ մի հատ էլ հետաքրքիր պատմություն պատմում, այդ քո թվարկած անձանցից դուրս, այդ շրջանակից դուրս, մի հատ օրինակ ԿՊ բարձրաստիճան պաշտոնյա կա, որ ելակի ջերմոցներ ունի, հսկայական։ Պարզա չէ, որ եթե ընտրեն ում ելակի փողը պետք է փոխհատուցեն, առաջին հերթին փոխհատուցվելու է մեր սիրելի ԿՊ բարձրաստիճան պաշտոնյայի ելակի փողը։ Զարա 50 միլիոնը եթե բաժանենք Հայաստանի 300,000 ֆերմերային տնտեսությունների վրա, ամեն ֆերմերային տնտեսությանը $17 փող է անում։ Լավ այլ է հերիքա, սաղ իրենց բերքը կառնեն դրանով, չէ՞։
Պետքան Այդ եթե Այդքանի են, չէ՞ արտահանում $17։ եթե արդարաբար բաժանվի։ Հա, Ասենք այսինքն եթե Նիկոլը տոկոս չի մտնում։ Հա, Նիկոլը եւ մնացածը իր փող վարչապետերով, նախարարներով, մարզպետներով, բայց դու հնարավոր համարում ես, այդ 50 միլիոնից ժողովրդին կարող է հասնի մի 5 միլիոնը։ Իսկ դա նշանակում է, որ ասենք ամեն մարդու մի 500 դրամ, ամեն մարդու չի, ամեն տնտեսության։ Այո։ Իսկ ամեն մարդու կտրվածքով, ամեն գյուղացու կտրվածքով, դա մի 100 դրամ 50, մի 60-70 դրամ։ Պետք է նստել մի հատ նորմալ մաթեմատիկա անել, sense Չէ, ես մտքով շատ լավ հաշվում եմ, հաստատ, դու կարաս չկասկածես։ Ես լավ չեմ հաշվում։ Հա, Նիկոլ Փաշինյանը օրինակ այն օրը խոստովանում է։ Շատ է էլի, բա ինչ պետք է ավելի շատ փող աշխատեին, քան 50-60 դրամը։ Դե ինչ ասեմ։ Լավ չի։ Համել կակրաս այդ $600 գազի փողը կփակվեն այդ 60 դրամով, չէ՞։ Գազն էլա, չէ՞, այդ ջերմոցների գազի փողն էլ պիտի փակվի։ Սառա, գազի փողը չեն փոխհատուցի։ Գիտես ինչի չեն փոխհատուցի։ Որովհետև կասեն ինչ տարբերություն։ Եթե Չեխիայում, Սլովակիայում կամ չգիտեմ, Գերմանիայում Ուրեմն շահավետ չի մի արտադրեք։ ուրիշ բան եմ ասում, եթե Եվրամիության քաղաքացիների համար գազը $600 է, դուք էլ ուզում եք Եվրամիություն գաք, այդ ձեր համար է պետքա 600 լինի։ Ինչի փոխհատուցենք։ Ինչի փոխհատուցեն։ Շատ լավ է, ընտիրա։ Լոգիկան ո՞րն է։ Ես համաձայն եմ։ Մենակ այդ սխեմայի մեջ մի հատ պուճուրիկ բան չհասկացա։ Ոնց ենք անելու, որ կարտոշկի պլեջին կակա չասենք, որովհետև քո նկարագրածով դաժե կարտոշկի պլեջին չէ, այն մութ ու ցուրտ տարիներին տատս ալուրով սենց բաները, բլիցներ էր անում, հաց չկար բան, հացի փոխարեն, դրան ենք կակա ասելու, ոչ թե պլեջին։ Կարտոշկա էլ չի լինելու, էլի գլոբալ։ Հնարավոր է մի քիչ ավելի լավ վիճակ լինի երկրում։ Ես չեմ ասում, որ տուրիզմի հաշվին, թուրքական տուրիզմի հաշվին։ Թուրքական տուրիզմ չկա։ Թուրքերը ինչի պետք է գան Հայաստան։ Կարաս ասես, գան ստեղ ինչ տեսնեն։ Կամ ինչի Նիկոլին աջակցեն գնան։ Այն ինչը որ թուրքերը ուզում են ստանան, այդ Վրաստանում կա։ Ավելի մոտիկ։ Հələ մի արդյոք ծով կա ավել։ Բայց ծովել ունեն իրանք։ Իրանք ավելի շատ ծովեր ունեն։ Չէ, նկատի ունեմ լոգիստիկ իմաստով Վրաստանը ավելի մոտիկ է։ Թուրքական մեծ քաղաքներին։ Ասենք Հայաստանը մոտիկա Իգդիրին ենթադրենք կամ Կարծին, այնտեղ մարդ չի ապրում, այնտեղ մեր նման կիսակ յուղացիներ են, որոնք իրանց համար տուրիզմը նույնիսկ բան է, էլի, խորտ հասկացություն է։ Հետո թուրքը գալու է Հայաստանում ինչ անի։ Ինչ անի, ասենք այդ Կարսի կամ Իգդիրի բնակիչը գա Հայաստանում ինչ տեսնի։ Թե հայկական եկեղեցիները տեսնի, Գառնի Գեղարդը տեսնի, հա, մեկ է Նորավանքի համար Իգդիրի բնակիչը կգա։ Խելոց։ Լավ, բայց այս սյուրը, այս անհավանական այս իրավիճակը, այս, չգիտեմ, սպառնացող արհավիրքները, այս մոտ տխուր ցուրտ ու մութ ձմեռը, այս ժողովրդին հիմք կտա ընտրությունների արդյունքները չճանաչելու, բողոքի ակցիաներ կազմակերպելու։ Հիշում ես ամեն դեպքում 21-ի ընտրություններից հետո կար այդ վրթովմունքը, 21-ի ընտրություններից առաջ էլ կար իհարկե դիմադրության շարժումը, բայց հետո էլ կար, էլի, ահագին փորձեր եղել են ինչ որ փոփոխությունների։ Մենք կարող ենք սպասել դրան, թե չեն կարող։ Դա պետքա որոշի Սամվել Կարապետյանը, որը ընդդիմության այսօր առաջատարն է, առաջնորդն է։ Հայ ժողովուրդը իրեն ընտրել է իշխանություն, իրականում ընտրել է որպես իշխանություն, որովհետև եթե ընտրությունները արդար լիներ, հիմա առնվազն ինքը ուժեղ Հայաստանը պետքա ձևավորեր կառավարություն, բանի հետ, կոալիցիայի հետ մեջ։ Քոչարյանի եւ Ծառուկյանի հետ։ Դու պատկերը չի անցնում, բայց ինչի չի անցնում։ Որ Նիկոլի վրա փոշին նստի, որ ինքը 61-ից ավել ձայն։ Բացի դա, երբ որ Նիկոլը բանակին տանում է կրկնակվյարկության, այն մարդկանց ստացած իրական ձայները նվազում է։ Հա, ճիշտ է։ Այսինքն եթե մասնակցության թիվը ավելանում է, անհրաժեշտ շեմը բարձրանում է։ Երբ որ երեք մարդիկ ասում էին, օրինակ իմ ծանոթներից մարդիկ կային զանգում էին, ասում էին, որ քանի որ մասնակցության շեմը շատ բարձր է, դա նշանակում է, որ ընդդիմության օգուտն է, որովհետև հասարակությունը ակտիվ է, եւ մարդիկ գնում են ընտրատեղամասեր, որպեսզի ընտրեն ընդդիմությանը, որպեսզի արգելեն Նիկոլ Փաշինյանին
կառավարություն ձևավորել իշխանության մնալ։ Ես ասում եմ միամիտ մի եղեք։ Այդ ընտրողների թվի աճը խոսում է մի բանի մասին, որ Նիկոլ Փաշինյանը ուղղակի մարդ է ֆրցնում, որը անհնար է եւ ֆիքսել եւ անհնար է բացահայտել։ Անհնար կարող է հնարավոր է միջ բացահայտել։ Դե թող ընդդիմությունը բացահայտի, եթե հնարավոր է։ Եթե անկեղծ հնարավոր է տենց մարդկանց անուն ազգանով նայել ցուցակում, ասենք, քանի հատ Պողոսյան կա։ Զարա, հիմա պատկերացրա կենտրոնական բանկը կեղծ թղթադրամներ արտադրի եւ դնի շրջանառության մեջ։ Ով է դա կարողանալու բացահայտի կամ կանխի։ Ոնց է դա երևալու, որ Կեղծ է, իհարկե։ նույն ապարատի վրա նույն տեղում տպելու են դեն շրջանառության մեջ։ Ահա։ Իմ ասածը այն է, երբ որ կեղծիքի հեղինակը իշխանությունն է, դա շատ դժվար է այդ կեղծիքը կանխելը։ Շատ դժվար է։ Հիմա պատկերացրա, եթե իշխանությունը կեղծ անձնագրեր տպագրի, կեղծ անուն ազգանուններով ու բաժանի ինչ-որ մարդկանց, ասի գնացեք ընտրատեղամասերում կեղծ անձնագրերով, ով է բացահայտելու մեխանիզմը ոնց է բացահայտել, որ այդ անձնագիրը կեղծ է։ Նա այն տեսնեն ինչքան անձնագիր ստացող ա եղել վերջի մի տարվա ընթացքում։ Ոնց ով է տալու քեզ այդ վիճակագրությունը, որտեղից ես վերցնելու այդ վիճակագրությունը։ Չկա պաշտոնական չեն տալիս։ Չեն տա, իհարկե չեն տա։ Հիմա Հետո տվողնել են իրանք կարան հանեն, ասենք, այդ իրանց տված ավելորդ անձնագրերի անունները հանեն ցուցակից։ Ես քո համաձայն եմ, չէ, հանճարակից քեզ ասում, բայց ինչ անենք։ Նայ, զինվորականների տվյալները դա գաղտնիք է։ Այո։ Գաղտնիք է։ Ընդ որում ես քեզ ասեմ 18000 հոգի էլ գիշերը ինչ որ բան են արել, թիպ են ավելացրել, ասել են, էսել են գաղտնիներն են, որոնց անուն ազգանունները չեն կարող հրապարակենք, իբր տենց հատուկ կարգավիճակ ունեցող։ Ակնարկում են այն հակահետախուզություն, ազգային անվտանգության ծառայություն, բայց ասենք 18000 անդեղ, թե 8000-ա, թե 2000-ա, ոչ մեկ չի կարա բարձի, էլի, ոչ միտեղ այդ թիվը չկա։ Հիմա դու ասում ես օրինակ զինվորներին իմանաս, չէ, զինվորը քանի տեղա քվեարկել, 5, 10 թե 20 տեղ։ Բայց այդ մարդկանց որպեսզի այդ անունները համեմատես իրար, այդ ցուցակները պետքա վերցնես, բայց այդ ցուցակները գաղտնիք են։ Դրանք չեն հրապարակվում։ Շատ խելացի։ Շատ հարմար է։ Իշխանություն լինել եւ ընտրություն կեղծելը շատ հարմար է։ Ես խորհուրդ եմ տալիս բոլորին տենց անել, բոլոր իշխանություններին։ Ուղղակի մենակ չեմ կարող հասկանամ։ Նախորդ անգամ 2017 թվականին Սերժ Սարգսյանը հավաքել էր այսքան կամ ավելի շատ ձայն, չէ՞, հիշում ես, որ Նիկոլը սկսեց իր բանի Գյումրուց քայլերթը եւ այն, ու Սերժ Սարգսյանն ասում էր 7% հավաքած ընդդիմությունը, չէ՞, կարծեմ են լեգենդար խոսակցության ժամանակ ասում էր չի կարա հավակնի իշխանության։ Հիմա անհամեմատ ավելի շատ ընդդիմության ձայնը, հա, 7% չի հաստատ։ Կարա այս ընդդիմությունը հավակնի ինչ-որ գործողությունների, ու որոնք են այդ գործողությունները, էդ էլ ասա։ Դե պետքա ուղղակի հայտարարի, որ ընտրությունները կեղծված է, այդ ընտրությունների արդյունքները չենք ճանաչում եւ հասարակությանը կոչ անի դուրս գալ փողոց եւ պաշտպանել իր քվեն։ Եվ փորձի իշխանությունը վերցնել ոչ բռնի, այսպես ասած, թավշյա հեղափոխության միջոցով։ Դիմադրության ես կասեի, դաժե հեղափոխություն չի։ Հեղափոխություն կլիներ, եթե ընտրված իշխանություն լիներ, այս դեպքում այնա կեղծ իշխանությունը։ Այս իշխանությունը կեղծ է։ Այո։ Իրան հայ հասարակությունը իրեն կառավարելու մանդատ չի տվել։ Չի տվել։ Այո, համաձայն եմ։ Սիրելի հետևորդներ, հիմա ժամը 1-ն է։ Մենք նախապես ենք հաղորդում նկարում, որպեսզի ժամանակ ունենանք մոնտաժելու եւ տեղադրելու։ Մենք չգիտենք ինչ հայտարարություն կանի այսօր ընդդիմությունը օրվա ընթացքում, հույս ունենք, որ ավետիսի խոսքեր ասում է դբոգով ուշի, կլսեն ու հենց այս սխեմայով կգնան։ Համենայն դեպս բոլոր նախադրյալները կան, որ պայքարը հունիսի 8-ին չավարտվի։ Այս պայքարը չի ավարտվելու այնքան ժամանակ, քանի Նիկոլ Փաշինյանը բռնազավթված պահում է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը։ Դա անհնար է։ Հասարակության մեծ մասը իրեն չի համարում Հայաստանի իշխանության օրինական կրող, դա արդեն փաստ է։ Իսկ այն մասը, որը նույնիսկ համարում է, դա արել է բռնության, վախի եւ սպառնալիքի ազդեցության տակ, նաեւ կաշառքի։ Արդյոք Հայաստանի ընդդիմությունը, գործող ընդդիմությունը այդքան կամք եւ վճռականություն կունենա գլխավորելու
այդ պայքարը, հասարակության պայքարը ընդդեմ ռեժիմի, մենք իմանանք ոչ առաջիկայում նույնիսկ երբ որ դու ասում ես ժամը 1-ն է, մենք գուցե ժամը 5-ին եւ 6-ին իմանանք, մենք դա կիմանանք առաջիկա, չգիտեմ, գուցե մի 20 օրվա ընթացքում, մի ամսվա ընթացքում, որտեւ այդ պայքարը մի օրվա գործ չի, մի քանի ժամվա գործ չի։ Դա ինչքան շուտ այնքան լավ։ Ինչքան շուտ այնքան լավ։ Իմ այդպես ազնական բանից ելնելով եմ, տրամադրություն ելնելով եմ։ Զարա, ես չեմ բացառում, որ այդ պայքարը տևի մի քանի ամիս։ Ես էլ չեմ բացառում, որ այդ պայքարը տևի մի քանի ժամ։ Ես էլ չեմ բացառում։ Հա, դա չի կարա լինի ընդդիմությունը հայտարարում է, բան չփորձում են իշխանության առանցքային ուժերի հետ խոսեն, նույն բանակի ղեկավարություն մինուս Սուրեն Պապիկյան, նույն ոստիկանություն մինուս Արփինե Սարգսյան, այդ կառույցների հետ եթե պայմանավորվեն, կարա շատ սահուն, նուրբ ու արագ անցում լինի ռեալ։ Դա էլ է տարբերակ։ Так что կարա այդքան ված չլինի, ոնց որ դու ես ներկայացնում 20 օր պայքարի կարիք չլինի կամ 2 ամսվա կամ ավելի։ Մի խոսքով, այսօր մենք հույս ունենք, որ մեր հետևորդները արդեն այդ ժամը 8-ին գոնենք իմանան ընդդիմությունը ընդունել է արդյունքները թե չէ, հա։ Ես բացառում եմ արդյունքները ընդունելը, բացառում եմ։ Ես ոչ իմ չեմ բացառում։ Ես բացառում եմ։ Ես գոնե հետևելով նախընտրական շրջանի իրենց խոսույթը, խոստումները ես կասեի։ Եվ խոստումները, եւ նաեւ նկատի ունենալով, որ Սամվել Կարապետյանը գիշերը ժամը 4-ին հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը ունի ընդամենը 30% քվ, իսկ դա իրականում տենց է։ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ այդ բանով, վարչական ռեսուրսով, այդ կեղծիքով, չգիտեմ ինչով, 30%-ից այն մնացած 20%-ը իրականում այդ կրկնակվյարկությունը եւ մնացած տեսակի կեղծիքներն են։ Դե կարող է կեղծիք էլ չկա, պրոստը նկարել են։ Կարող է քո սիրելի Վահագն Հովակիմյանը թիվա էլի գրակում է։ Ինչի՞ բացառվում է, որ 21 թվի հասարակությունը, որը տվել է 680,000 ձայն, Հիմա ասած ոգևորվել է, հիացել է, Արցախը տալով նենց է ոգևորվել, գնացել է 47,000 ավելացել։ Հա, 47,000 մարդ գնացել է, ավելացել է Նիկոլ Փաշինյան։ Երբ որ ասում եմ, եթե հետևես սոցցանցերին, մամուլին, բանին, 70% է իր անտի-ռեյտինգը, 70 քանի տոկոս, պատմական մաքսիմում։ Մարդիկ, հարյուրավոր, հազարավոր մարդիկ ասում են 21-18-ին ընտրել ենք, 21-ին ընտրել ենք, հիմա ձեռներս կտրես։ Չենք ստացվում է, որ ինչ որ մարդիկ, որոնք նախկինում Նիկոլ չեն ընտրել, պատկերացնում ես, այս անգամ համոզվել են գնացել են ընտրել են։ Ու ինչն են բան արել, էլի։ Այդ չկա։ Ինչն են հավանել։ Ինչ թազա բան են տեսել, որ նախորդ անգամ չեն տեսել, հələ ասա։ Նախկինում ընդդիմադիր են եղել, Նիկոլին մերժել են, Այո։ այս անգամ ասել են չէ։ Հասկացել են, որ Նիկոլը սեր է։ Հա, Նիկոլը իրանց ու դա եղել է 50,000 մարդ, դա մի մարդ չի, էլի, որ ասես իմի գիպնոզ են արել, մոլորված է եղել, հիմարացել է, գժվել է։ Շատ հետաքրքիր ընտրություններ էին, շատ ծանր գիշեր ենք ունեցել, չենք քնել եւ այլն, սպասել ենք արդյունքներին, արդյունքները շատ ուշ են ամփոփել, ասա այդ էլ կար, չէ, շատ դանդաղ էր այդ ԿՀԻ-ը։ Կարա Նիկոլ Փաշինյանը իշխանություն պահի։ Այդ հարցն ես ուզում հնչեցնեմ։ Ինձ է։ Այո, կարա պահի, կարող է։ Եթե հայ ժողովրդին ցեղասպանության ենթարկի։ Այդ 680,000-ից հիշում ես ես մի անգամ մեր տաղավարում ասել եմ 400-ից 600,000 մարդու ճնշի, կալանավորի կարա, եթե բայց էլի եմ ասում, դրա համար էլ է փող պետք, ռեսուրս է պետք։ Չէ, փող է պետք, ռեսուրս է պետք, որը Հայաստանը չունի։ Երբ որ Ադրբեջանի համար մենք օրինակ ասում ենք բռնապետություն է, այդ բռնապետությունը հիմնված է նավթի Գետակից հանում են բռնապետությունը ապահովում են։ Ինքն էլ է Եվրոպայից պարտքով վերցնում է, բռնապետությունը ապահովում է։ Քանի տարի կարա պարտքով։ Եթե 600,000 մարդ ընկնի բռնության տակ, այդ մարդիկ չաշխատեն, չստեղծեն, չարարեն, երկիրը պրոստը կքանդվի, ուղղակի կքանդվի։ Չի հասնի դրան։ Այստեղ սենց ասեմ, ժողովուրդը արել է ինչ կարար, եթե հիմա Նիկոլը հաղթեց, то պարտվում է ընդդիմությունը, ոչ թե ժողովուրդը։ Այս պահի դրությամբ մենք սպասում ենք ընդդիմության քայլերին։
հրահրում ենք, սպասում ենք, Չենք հրահրում։ խոսում ենք, չգիտեմ ինչ ենք անում, բայց սպասում ենք ընդդիմության քալեն, որտեվ իրական դբլին արդեն գնացել են, ով կարացել է, գնացել է, քվեարկել է, ով կարողացել է իր բողոքի ձայնը հայտնել է։ Այս անդեր համացանցում հլմտի մի հատ տես ինչեր են գրում այս իշխանության մասին, էլի, մենակ մենք չենք, կամ ինչ կոմենտներ են մեր հաղորդման տակ գրում, տեսել ես, մարդիկ ոնց են ատում սրան։ Չի կարա այսքան հակառեյտինգ ունեցող իշխանությունը գա սենց հեշտ ու խաղաղ հանգիստ ընտրվի, էլի, դե ձև չկա։ Աշա։ Դե իրան կարա մենակ ինքը իրան կարա պարտադրի հասարակությանը, հիմա իրանց այն ինչ որ իրանք ուզում են անեն, դա կոչվում է պարտադրել հասարակությանը իրենց։ Ընտրակերտիկի պապան է դարել։ Թողել կյանքում Սերժ Սարգսյանի անունը բարձր։ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների աշխարհում նրանք չէին կարա երազեին սենց։ սենց բռնություն, Այո։ սենց կեղծիկ, սենց խայտարակ բռնապետություն, Այո։ Էլ կյանքում ինքը իրավունք չի ունենա ասել, որ մոտ ազատ ընտրություններ ա եղել արդար։ Ով հերիքա, այսօրվա համար հերիքա։ Ասա որ հերիքա։ Համարյա 40 քանի րոպե խոսում ենք, ինձ թվում է հերիքա, սպասենք բան արդյունքներին։ Չգիտեմ, անկեղծ եթե ինչ որ հետաքրքիր զարգացումներ լինի, բանման խոստանում եմ, որ մի հատ շաբաթվա ընթացքում անենք հաղորդում։ Մարդը կարող է եթե ինչ որ հայ ժողովուրդը հաղթել է Նիկոլ Փաշինյանին, համաձայն ես։ Լրիվ համաձայն եմ, բայց նես չստացվի էլի, որ ինչ էլ լինի, արի մենք մեզ պարտված չհամարենք ֆորմատի մեջ ենք, էլի, չէ։ Ուղղակի մենք ակնկալում ենք, որ հետակա գործընթաց ա լինելու, որ մենք զարգացումներ ենք տեսնելու։ Եթե զարգացումներ են, դու էլ գալիս ես նստում ենք էլի մի հատ քննարկում ենք շաբաթվա մեջ։ Անպայման հեռացնելու ենք Նիկոլ Փաշինյանին։ Մենք իր բռնության, բռնապետական ռեժիմի հետ չպետք է համակերպենք եւ հարմարվենք։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, որ մեզ հետ էիք, սկզբում մոռացա ասեմ, որ մեզ բաժարտագրվեք, բայց ամեն դեպքում դա արեք, կարող եք մեզ մեկնաբանություններ գրել, կարող եք մեզ խրախուսել, կարող եք ձեր տրամադրությունը այստեղ կիսվել ու մեր կանխատեսումների մասին կարծիք հայտնել, ասա, որ մեզ էլ է հետաքրքիր կոնե համացանցի մակարդակով հասկանանք մարդիկ ինչ են մտածում։ Մենք եթե ինչ-որ գործընթաց սկսվի ավելի շուտ կհանդիպենք, եթե ոչ մի բան տեղի չունենա, մյուս երկուշաբթի։ Հաջողություն։ Հաջողություն։ Այդ բանաձևի դուք համաձայն եք ազգակործության հասցեին։ Ոչ մի ֆիզիկական Ռեմբոն դառավ աշխարհակահաղական գիգ։ Այդ մակը կապիտուլյանտ է, ինքը ձեռքները բարձրացրել, հանձնվել է։ Ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում։